Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում, օրդ բարի առավոտյան ծրագիրը Կիրակոսյանները եկել են։ Մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ինչպես միշտ մենք եկել ենք առավոտը ձեզ հետ միասին դիմավորելու, ինչու ոչ դրական դիցքեր փոխանցելու եւ լավ ռիթմեր փոխանցելու։ Ես եկել եմ լաց չլնես։ Ռեժի տրամադրությունը բարձր է, առաջարկում ձեր տրամադրությունն էլ իսկապես բարձրն է, մի լավ գեղեցիկ երգ այս պահին վայելենք, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Բարի լույս։ Դրանք Լույսը բացվում է ու սկսում է հիմա մեր քաոսը Ինձ մտերիմ են դարձել ցանկացած քո դարու բոսը Փողոցները դում այդերը միշտ ինձ համար անձերի Քաղաքներս ու երանելի Գիտես, սրտումս միշտ քո տեղն ունես Ցանկացած ցավիս համար քո տեղն ունես Ոնց խոսեմ քեզ հետ եթե ոչ էսպես Հայ է հայ, չի թե չսիրի քեզ Իմ Երևան Քեզնով ապրում շնչում եմ ես իմ Երևան Ինչքան կորամ սիրում եմ քեզ իմ Երևան Ամենամոտ իմ հարևան Չկա քեզի նման Փոխվեցին ժամերը հիմա տես կամաց Դու չես օգնում բացում ես քո աչքերը կիսաբաց Չեմ հիշում մի բան որ դու հանկարծին ես գնաց Գիշերները քո սիրուն են ես դրանցից արված Լուսավոր քաղաքին կյանք Ինձ համար կյանքից էր տանք Ոնց խոսեմ քեզ հետ եթե ոչ էսպես Հայ է հայ չի թե չսիրի քեզ Իմ Երևան Քեզնով ապրում շնչում եմ ես իմ Երևան Ինչքան կորամ սիրում եմ քեզ իմ Երևան Ամենամոտ իմ հարևան Չկա քեզի նման Չկա քեզի նման Չկա քեզի նման Քեզ նման Իմ Երևան Չկա քեզի նման Չկա քեզի նման Քեզ նման Իմ Երևան Քեզնով ապրում շնչում եմ ես իմ Երևան Ինչքան կորամ սիրում եմ քեզ իմ Երևան Ամենամոտ իմ հարևան Չկա քեզի նման Քեզնով ապրում շնչում եմ ես իմ Երևան Ինչքան կորամ սիրում եմ քեզ իմ Երևան Ամենամոտ իմ հարևան Չկա քեզի նման Թե ինչ վերադարձանք երաժշտական է լինելու մեր եթերը այսօր ունենք ֆանտաստիկ հյուրեր եւ հրաշալի հոլովակ որ ներկայացնելու ենք ձեզ սիրով ներկայացնենք հյուրերին Այս պահին տաղավարում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր հեղարվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանը, բարի առավոտ։ Բարի լույս, պատիվ ունենք եւ շատ ուրախ ենք, որ մեզ հետ եք ցուցել։ Երգչուհի իմ մանկության ընկեր դեռևս նախորդ դարից Սոնա Շահգելձյան, բարի առավոտ։ Եվ օպերային երգիչ մեր լավ ընկեր էլի նորից Գառնիկը Եղիազարյան։ Գառնիկ Եղիազարյան, բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում ենք եւ այսօր հեռուստադիտողի դատին հանձնելու ենք մի յուրահատուկ տեսահոլովակ, որ հավաքել է այս երեք հրաշալի մարդկանց մի գաղափարի շուրջ։ Ինչպես է ստեղծվել գաղափարն առհասարակ։ Գաղափարը այդպես է ստեղծվել, ես երկար ժամանակ ցանկանում էի դուետ գրել Եվ միշտ նպատակ էի դրել, որ անպայման մի ձայնը պետք է լինի ակադեմիական երգեցողությամբ, մյուս ձայնը պետք է լինի փոփ երգեցողությամբ։ Դե դուք միշտ լսում եք Սոնա Շահգելձյանի ձայնը փոփ։ Այո, Սոնայի հետ մենք վաղուց ենք աշխատում, մոտավորապես արդեն 5 տեսահոլովակ ունենք, միասին աշխատել ենք դեռ Սոնայի ուսանող տարիներից։ Եվ բոլորը ֆանտաստիկ են։ Շնորհակալ եմ։ Եվ այդ ստեղծագործությունը ես գրեցի վերջերս, որովհետև պետք է լիներ իմ հեղինակային համերգը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, սիմֆոնիկ նվագախմբի ներքո, եւ որոշեցի, որ անպայման պետք է այդ ստեղծագործությունը լինի։ Գրեցի ստեղծագործությունը, իհարկե Սոնային էի տեսնում,
որպես փոփ երգչուհի, իսկ Գառնիկին հրավիրեցինք եւ մեծ սիրով ինքը համաձայնվեց եւ կատարեցին շատ գեղեցիկ երկուսով համահունչեն ձայները եւ պետք է ասեմ այն, որ այդ դուետում չկա գլխավոր փոփ երգչուհի կամ գլխավոր ակադեմիական երգեցողության, երկուսն էլ իրանք համարժեք են, մեկը մյուսին լրացնող են ու ընդհանրապես ստեղծագործությունը գնում է դեպի զարգացում, չկա այնպիսի պահ, որ աղջկա հատվածը ավարտվեց մի տոնայնության մեջ, հետո սկսվեց տղայի հատվածը ուրիշ տոնայնության մեջ, չկա նման բան, երաժշտությունը բնական զարգացում է ստանում եւ երկու ձայները հավասարազոր գնում են դեպի զարգացում եւ հետո ավարտ։ Հրաշալի, Սոնա ջան, քեզ համար ինչքանով էր կարևոր այս համագործակցությունը, այս առաջարկը ու դուետը երկու ոճերի, այսպես ասած։ Իրականում նախ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ եւս մեկ անգամ, ասեմ, որ շատ թանկ է ինձ համար այս ստեղծագործությունը։ Սա ինձ համար երգ չի, սա ինձ համար ստեղծագործություն է։ Իհարկե Տիկին Զարիֆյանի յուրաքանչյուր ստեղծագործություն ինձ համար շատ ոգեշնչող է եւ չգիտեմ իմաստալի, մնայուն արժեք է ներկայացնում, քանի որ նաև Տիկին Զարիֆյանն ինձ դասավանդել է կոնսերվատորիայում, չեմ ուզում այդքան մանրալալ, խոսել, դասավանդելուց իհարկե, խոսենք երգից եւ տեսալովակից, ասեմ, որ երգարվեստում նորություն էր այսպիսի զուգ երգը, չեմ վախենա ասել, որովհետև հիմա լսում ենք շատ տարբեր երգեր, շատ տարբեր երգացանք, դուետներ, որոնք բոլորը իրար նման են, կարծես շարունակություն լինի, իսկ սա ինձ համար երգ չի, սա լրիվ ուրիշ աշխարհ է։ Իհարկե Գառնիկի հետ զուգ երգը շատ գեղեցիկ ստացվել է, կարող եմ ասել, ոչ թե գովելու հիմա առիթ կա, ոչ, ինչը որ ճիշտն է այն ենք ասում։ Ես ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ Տիկին Զարիֆյանին նման ստեղծագործության համար։ Իմ ընկերոջը տաղանդավոր, առհասարակի գեղեցիկ տեսալովակը, ես ցանկացա, որ ունենանք մենք անպայման տեսալովակ եւ ես իմ խոսքի տերն էի։ Մենք ունեցանք գեղեցիկ համահունչ, համապատասխան ստեղծագործական աշխատանք։ Գառնիկ ջան, ձեր տպավորությունների մասին խոսեք, որտեղ ձեզ համար երևի թե ամենայուրահատուկն է եղել այս առաջարկը, հա, ոճերի համաձուլում, սինթեզ։ Ես այդ ոճում ինձ համար այդ ոճը որպես այդպես առաջին անգամ էր երգել եմ մյուզիկլում Շարլ Ազնավուրի գրված Toulouse-Lautrec-ում հորդերն եմ կատարել բայց ինքը որպես ինձ համար երգ ինքը բալադ է ու շատ գեղեցիկ, շատ ստացված, նման բան եղել է շատ ժամանակներ առաջ մեր ճանաչված մարդիկ են կատարել Մոցարտ Կաբալեն ու Ֆրեդի Մերկուրին, իրանց մոտ պրոստո Ֆրեդի Մերկուրին էր փոփ երգիչ, դասական։ Ինձ համար շատ հաճելի էր աշխատել Սոնայի հետ, շատ շնորհակալ եմ Տիկին Զարիֆյանին, որ ինձ հրավիրեց, շատ լավ անցել ամեն ինչը ու շատ հետաքրքիր ու գեղեցիկ է ստացվել։ Այ Գառնիկ, ես գիտեմ, որ օպերային ժանրի ընդհանրապես երգիչները իրենք մի քիչ պահպանողական են, երբ որ իրենց փոփ ես մոտեցնում կամ ասում ես եւ այլ, իրենք ասում են, իրենք սիրում են իհարկե լսում են, բայց կատարման հետ կապված խուսափում են, իրենք ասում են, որ նո, ես դա չեմ անի եւ այլն, այսինքն դա իմը չի, երբեմն ասում են կամ ասում են ուղղակի ինձ բան չէ։ Այ այս առաջին համագործակցությունն է եւ համարձակություն է նաև բնականաբար քո կողմից դրսևորվել, ինչպես է հակառակ արձագանքը այ քո գործընկերների կողմից, էլի։ Գործընկերների կողմից։ Շատ հետաքրքիր է ինձ։ Առաջին ասեմ, ես ինչ եմ կարծում։ Ես այդպես իմ կարծիքը ասեմ, ինչ եմ մտածում դասական ու մնացած որոշ մեկ։ Ուրեմն ինձ համար գործիքը, եթե դու դասական ես իրան պատկերացնում, ինքը դասական գործիք է, եթե դու քո հոգու մեջ ունես, որ կարողանաս կատարես ուրիշ բան, կարող ես կատարել։ Դες լիքը դասական գործիքներ կան, որ օգտագործվում են մնացած ժանրերի մեջ։ Նման իսկ Տիկին Զարիֆյանի գրված գործը ինքը հենց հատուկ գրված է այդպես։ Արդեն ինքը իրանից խնդիր չի ներկայացնում ու նաև հոգի հարազատ էր ինձ։ Ես դրա համար ոնց որ ուզեցի մտնեմ դրա մեջ ու շատ լավ ինձ զգացի, նաև բացի այն որ ինքն էր գործը լավ համել, իմ ընկերս էր շատ լավ ինձ հետ ոնց որ ասած այդ գործի մեջ քեզ շատ լավ է զգում ու ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Իսկ իմ ընկերների կողմից, բոլորի կողմից է շատ հաճելի դարձել, բոլորն էլ հավանել են ու ոչ մեկի համար տենց
տարօրինակ բան չի եղել, որ ես դասականից անցել եմ նրան կամ դասական երկիչ եմ պետք եմ կամ թե չէ։ Նույնն կարող է փոփ երաժիշտը չհամարցակվի, չուզենա երկիչ է, Վրեժ ջան, դասական երգ չէ, ավելի բարդ է, որովհետև երկու տարբեր ժանրեր են, երկու տարբեր մոտեցում, ձայները ճիշտ է իրար շատ համահունչ, պետքա շատ ճիշտ երգես, շատ ճիշտ կարողանաս դրսևորել, տամել ուղղակի երգել չի։ Հետո ես շատ մարդկանց հետ զուգ երգ չէի երգի, կապ չունի ճանաչված լինեն, ոչ ճանաչված չլինեն, սա որը ինչ եմ ասում, Գառնիկը շատ տաղանդավոր է, ես այն որ մեծ պատվով բնականաբար իմ ընկերոջ հետ կատարել եմ այս գեղեցիկ ստեղծագործությունը իհարկե Տիկին Զարիֆյանի շնորհիվ եւ շատ առաջարկներ են լինում զուգ երգի հետ կապված, ես չեմ համաձայնվում, պետք չի արտիստը, առհասարակ արվեստագետ լուրջ ամեն մեկ հետ կարողանա երգել, ոչ Մենք չենք նայել ինչ որ գումարի հետ կապված գումարային աշխարհը։ Սա կոմերցիա չէ բնականաբար։ Սա լրիվ ուրիշ աշխարհ է ու մնայուն արտիստական, հետաքրքիր երաժշտական։ Այո, մենք կոմերցիային չենք նայել, նայել ենք որ լավ գեղեցիկ ստեղծագործություն։ Սա կտավ է, որը որ հարմոնիկ է ձեր յուրաքանչյուրի երաժշտական իհարկե զգացողությանը եւ դուք արել եք։ Կարծում ճիշտ ժամանակն է, որպեսզի վայելենք տեսահոլովակը հերոստայտողի հետ միասին ու նոր սկսենք մեկնաբանել ու խոսել այս հրաշալի գործի մասին։ Այս պահին մեզ մոտ պրեմիերա քեզ հետ, քեզնով կոմպոզիտոր Նարինե Զարիֆյան, երգի հիմնական երգչուհի Սոնա Շագետյան եւ օպերայի երգիչ Գառնիկ Եղիազարյան։ Քեզ Վաու, իսկապես հրաշալի գործ, ֆանտաստիկ համագործակցություն ու դուետ ու եթե նայում ենք համաշխարհային դուետներին կար նախատիպը, հա, այ դուք նշեցիք Ֆրեդի Մերկուրիի դուետը, մենք Բոչելիի դուետն ենք նաև վայելել, բայց այս պարագայում մեր Հայաստանում նման բան ես դեռ չէի տեսել ու ինձ շատ դուր եկավ նաև մինիմալիստական լուծումները պարողի երկիչների եւ Սոնա այ հարցը ուզում եմ քեզ ուղղել, որովհետեւ բացի այն, որ դու հիմնական քո ձայնով երգում ես, ես նաեւ գլխաձայն նկատեցի, որը այսպես յուրահատուկ էր հնչում ու դու նաեւ այս ժանրում փայլեցի։ Դա արդեն կիրառել ենք վոկալիզում։ Սիրելի Անահիտ ջան, ես ասեմ թող գովեստ չլինի, բայց ես եթե ցանկանամ, դասական հաստատ կարող եմ երգել, թող Տիկին Զարիֆյանը փաստի, որովհետև ունեմ շատ ստեղծագործություններ վոկալիստ, ֆրանսերեն լեզվով, ամբողջը երգում եմ գլխային ձայնով ավելի դասական, որովհետև շատ սիրում եմ, անկեղծ սիրում եմ։ Երբ Սոնան սովորում էր կոնսերվատորիայում, մեր դասախոսները դասական երգեցողությամբ միշտ ասում էին, մենք հրաշալի մեծոսոպրանո ենք կորցրել, հրաշալի մեծոսոպրանո։ Ես ավելացնեմ, որ երբ որ Սոնայից շատ փոքր էինք ու երգում էինք, մենք Սոնային ասում էինք, որ ինքը լրիվ ձայնալար է։ Այսինքն ամբողջ իր կերպարով մենք ասում ենք Սոնան ձայնալար է լրիվ։ Հետո ինքը շատ լավ է երգում օրկեստրի հետ, մի քանի անգամ ինքը իմ հեղինակային համերգներին մեծ նվագախմբի հետ է երգել, Էդուարդ Տոպչյանի ղեկավարությամբ, Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Եվ այդ ստեղծագործության հիմքում դասական երաժշտություն է իհարկե դրված եւ ամբողջ ստեղծագործությունը ինչ որ դուք լսում եք դա կենթանի ձայնագրություն է բոլոր գործիքները դա ֆիլհարմոնիկ նվագախմբի փոքր կազմն է ձայնագրության մեջ նվագել իսկ ընդհանրապես երգի պրեմիերան եղել է իմ հեղինակային համերգին որտեղ արդեն մեծ սիմֆոնիկ նվագախմբի կազմով ելույթ ունեցան Սոնան խոսենք տեսահոլովակից, քանի որ նկարահանել է ռեժիսորը եւ այլն, այսինքն ինչպես տեղի ունեցավ տեսահոլովակի գաղափարը։ Ես իմ ընկերների հետ եմ համագործակցել եւս մեկ անգամ Victorian Production, Սևակը ռեժիսոր, օպերատոր, շատ գեղեցիկ տեսահոլովակ եղել, համահունչ ոնց որ դուք նշեցիք, ինչ որ ավելորդություններ չկա, միտքը համատեղ է եղել աշխատանքը, գեղեցիկ դահլիճը տրամադրել է մեզ Էջմիածինի Կոմիտասի անվան մշակութային այդ պալատայում տնօրինությունը շնորհակալություն պատվով կարող եմ ասել շատ գեղեցիկ էր ամեն ինչ արված մտահղացումը այդ խաղը պարը խորեոգրաֆիկ պատկերը ստացել է մեր ընկերը Արա Ասատուրյանը որը նաև մեր օպերային բալետի եւ թատրոնի խորեոգրաֆն է Ինչ կարևոր է լավ ընկերներ ունենալ ովքեր համախոհ են նույն ուղղությամբ են մտածում եւ կարողանում են ձեզ հետ լիարժեք ստեղծել ձայնագրելա նորից իմ ուսանողը շատ տաղանդաշատ մի տղա Սարգիս Ստեփանյան Դեր անակնկալներ շատ կլինեն մեր կողմից Այ դա է ուզում ասել շարունակական լինելու է այսպիսի ձևաչափը Ես երբեք դեմ չեմ լինի մեր Դա այն ոչն է ես արդեն երկար տարիներից ոչի մեջ աշխատում եմ տենց որ իհարկե շարունակական կլինի Մենք կսպասենք Անակնկալներ դեռ շատ սպասվում են տարբեր իհարկե սիրով կաշխատենք միասին
Մեզ մնում է միայն ձեր շնորհակալություն հայտնել իրապես որակյալ ու լավ գործ ներկայացնելու համար ու մեր հեռուստայտողին այլընտրանք տալու համար, որտեղ սա մեր օրերում շատ կարևոր է թե ձեզ որպես հեղինակ եւ թե ձեզ որպես կատարողներ, որտեղ երկուսդ էլ շատ ազնիվ եք ձեր կատարած գործում, համահունչ եք ու երևում էր այդ համագործակցությունը, որ արված է սիրով ու ունի մի նպատակ տալու որակ։ Նշեմ, որ խոսքերի հեղինակը Մարիաննա Գրիգորյանն է։ Շատ գեղեցիկ տեքստեր գրել։ Անշուշտ, քեզ հետ քեզնով շնորհավորում ենք ձեզ հոլովակի կապակցությամբ ու մաղթում միայն հաջողություններ, նորանոր վերելքներ, մենք էլ սիրով եթերից լուսաբանենք։ Մենք էլ ձեզ շատ սիրում ենք, անպայման եւս մեկ անգամ կհյուրընկալվենք, ձեզ անխափան եթեր, ձեր աշխատակազմին շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Ձեզ հաջողություններ ստեղծագործական բազմաթիվ իհարկե բեմեր ու շատ հանդիսատես, իսկ ձեզ Տիկին Զարիֆյան հատուկ առողջություն ենք մաղթում եւ 21-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստում այսօր մենք դուք ուրույն ձեռագիր ունեցող կոմպոզիտոր եք, ում ստեղծագործությունների կարիքը իհարկե շատ կա եւ շարունակեք ստեղծագործել ու բախշեք անխնա երիտասարդներին թող կատարեն ու մեր իհարկե ժողովուրդն էլ սիրի ու ապրի այդ երաժշտությամբ։ Շնորհակալություն։ Բրեժնել արդեն համագործակցության սպասում ես դարձած։ Բրեժնը շատ գեղեցիկ ձայնածավալ Անպայման։ Տաղանդավորների Իմ ու Անահիտի համար արդեն։ կարող է։ Մենք պատրաստ ենք։ Եթերը կավարտվի, մենք դեռ կզրուցենք Սելերս, այդտեղ շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցավոք եթերն ունի իր ժամանակը եւ այսօր մոտենում է իր ավարտին, բայց մենք ձեզ շատ սիրում ենք, լեցրեք օրը դրականով, լսեք որակյալ ու ճաշակով երաժշտություն, սիրեք մեր արտիստներին, որովհետեւ նրանք էլ ոչ պակաս անում են կարևոր գործեր։ Այո, պինդ բռնվեք արվեստից ու ձեր կյանքը ամեն օր փոքրիկ թեկուզ նշույլներով լցրեք արվեստով, որպեսզի այն իմաստանա ու ունենա գեղեցիկ կյանք։ Ձեզ հետ էր Ֆրեշ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, օրդ բարին, մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։